Շինարարական տեխնիկան Իսակովի պողոտայում օրերս է հայտնվել, էքսկավատորներն ու բեռնատարները փորել են 2,5 կիլոմետրանոց ճանապարհի մի փոքրիկ հատվածը միայն, առջևում արագընթաց ճանապարհի քարքարոտ ու առայժմ դժվար անցանելի կիլոմետրերն են։ Սա Իսակով-Սեբաստիան տրանսպորտային հանգույցն է, սա Լենինգրադյան փողոցի հանգույցն է։ Հիմա ճանապարհը ելնում Իսակովի պողոտայից, ներկայիս Մաքսատան կողքից, ուրեմն Դալմայի բաղի տարածքով դուրս է գալու դեպի Լենինգրադյան Խաչմերուկ։ Անընդհատ երթևեկություն առանց լուսակիրների կարգավորման։ Երևան նախագիծ ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը Երևանի հատակագծի վրա է ցույց տալիս ճանապարհի ամեն ոլորանն ու շրջադարձը։ 2 կիլոմետր 600 մետր ճանապարհ եւս շուրջ 2 կիլոմետր ուղետար բարդ անցումներով ու ճարտարապետական լուծումներով։ Քարտեզի վրա սևով նշմարվող այս մայրուղին Լենինգրադյան փողոցը կկապի Իսակովի պողոտային, երկու անգամ կկրճատի քաղաքի մի թաղամասից մյուսը հասնելու ժամանակը։ Եվ ամենակարևորը, օդանավից այլևս ոչ ոք չի ուշանա կատակում է ճարտարապետը։ Ինչ առավելություններ ունի Իսակով-Լենինգրադյան արագընթաց քաղաքային մայրուղին։ Ըստ էության նա համարվում է տարանցիկ ճանապարհ, որը թեթևացնելու է Երևանի կենտրոն մտնող ավտոմեքենաների հոսքը, կարագացնի եւ կմոտեցնի դեպի օդանավակայան տրանսպորտային ուղին, այլ նաեւ դեպի Էջմիածին հոկտեմբերյան այս ուղղությունները։ Դեռևս 2005-ին հաստատված ճանապարհի նախագիծը փուլային շինարարություն է նախատեսում։ Երկրորդ փուլում Բրազիլիայի հրապարակը կմիանա Սեբաստացի փողոցին, երրորդում Լենինգրադյանը կմիանա Տիչինային։ Ճանապարհը եւս մեկ գերխնդիր ունի։ Այս ճանապարհը նաեւ օժանդակելի է, որպեսզի հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւս որոշակի մասով թեթևանա։ Արագընթաց ճանապարհին մեքենան քիչ է արգելակում, արդյունքում երկար է ծառայում, քիչ են նաև արտանետումները, ինչից շահում է բնությունը։ Այնուհանդերձ բնությունը կարող էր տուժել, եթե մայրուղին անցներ Դալմայի այգիներով։ Ծիրանենիներ, խնձորենիներ, նռենիներ, 250 հեկտար տարածք զբաղեցնող Դալմայի այգու սահմանը նույնիսկ ձմռան ցրտին հսկում են բնապահպանները։ Այսօրվա սահմանով այգուն մայրուղին չի վնասի, ասում է Կարինե Դանիելյանը։ Գլխավոր հատակագծով կարելի է ասել, որ շրջանցում է, անցնում է կողքից։ Բնապահպանները սակայն մայրուղին շահագործման հանձնելուց հետո էլ զգոնությունը չեն թուլացնելու։ Մայրուղին Դալմայի այգին համեղ պատառ կարող է դարձնել գործարարների համար։ Ճանապարհը ամեն դեպքում պետք է, բայց այն տարբերակով, որ Դալմայի այգիները չվնասվեն, եւ որ ճանապարհը հիմա հիմք չհանդիսանա, որ հետո շարունակվի ճանապարհի կողքը ամբողջ կառուցապատվի։ 3 միլիարդ 700 միլիոն դրամ արժողությամբ նոր ճանապարհը շահագործման կհանձնվի արդեն մյուս տարվա սկզբին։ 2013-ին մայրաքաղաքի Լենինգրադյան Իսակով հատվածներում այլևս խցանումներ չեն լինի։